Ամենադժվար աշխատանքն անգամ եթե կինն է կատարում, գեղեցիկ ու նորովի է ընկալվում։ Այսօր չկա որևէ ոլորտ, որում կանայք ներգրաված չեն տնտեսությունից գիտություն ու մշակույթ։ Կանայք ունակ են նաև համաշխարհային արժեքներ ստեղծել, վստահ են հայ կանայք կինոյում միջոցառում քննարկման հյուրերը։ Կինոարվեստի և գիտության ակադեմիան իր նախաձեռնություններով ակտիվ աջակցում է կանանց ներգրավվածությունը կինոարդյունաբերության մեջ։ Օրինակ այս տարի առաջին անգամ Օսկար ստացավ կինոօպերատորը, ինչը չափազանց կարևոր ձեռքբերում է։ Ես կարծում եմ, որ սա պետք է տեղի ունենար ավելի վաղ։ Թենի Մելիդոնյան, Արսինե Խանջյան, Մադլեն Շարաֆյան, Քրիստինե Հարությունյան։ Հայ կինգործիչները խոսում են մասնագիտական ճանապարհին խոչընդոտների, նաև հաջողության հասնելու գաղտնիքների մասին, առանձնացնելով մի կարևոր գործոն՝ ազգային պատկանելությունը։ Ասում են, այն մեծ դեր ունի հայկական մշակույթի հանրահռչակման և տարածման գործում։ Այս կանդարի վերջ ունենալով շատ ծանրապեր պատմություն Սփյուռքի մեջ և դամ Հայաստանի մեջ վերջապես ունենք սերունդը, գրնամսե սերունդը, որ ինքնապավ ծևով գրնա արդահայտվել և առանց կոմպլեքսներու Սել կամ չսել, բայց իրեն հայությունը հստակ է իր պրոջեկտներու մեջ, իր մտքի մեջ, իր նպատակով։ Միջոցառման մասնակիցները լսում են հաջողած կանանց պատմությունները, որոնք կարիերայի բարդ ճանապարհին չնահանջելու նպատակների հետևից անվրեպ գնալու մասին են։ Ցեղասպանությունից հետո իմ ընտանիքը Չիկագոյում հոթ-դոգ էր վաճառում, և հենց դրա շնորհիվ ես հնարավորություն ունեցա մասնագիտություն ձեռք բերել։ Ես ինձ գտա անիմացիայի ոլորտում, և հիմա յուրաքանչյուր նախագծի վրա աշխատելիս մտածում եմ ինչպես լավագույնս արժևորեմ ծնողներիս ջանքերը։ Հենց սա է հայկական մտածելակերպը, ինքնությունն ու արժանապատվությունը։ Մեծացել եմ անիմացիոն ֆիլմեր դիտելով և միշտ նկատել եմ, որ դրանցում կանանց կերպարները շատ նման են իրար, իսկ մենք տարբերվում ենք։ Ես ինչպես շատ հայ աղջիկներ ունեմ արտահայտիչ ընդգծված քիթ, ինչն իմ ինքնության մի մասն է։ Ցանկանում եմ դա ևս շեշտադրել իմ աշխատանքներում։ Բանախոսները փաստում են, վերջին տարիներին համաշխարհային կինոյում ավելացել են յանով ազգանունները, ինչը ոգևորում է հայ երիտասարդներին։ Վստահ են, անձնական պատմությունների մասին բարձրաձայնելը կօգնի կինոոլորտում հայ կանանց ներգրավվածության ավելացմանը։ Արամ Մանանդյան, Հակոբ Փափազյան, լուրեր։